Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման առաջին հատվածն է մեր եթերում։ Եվ այսօր խոսելու ենք մի շատ կարևոր թեմայի մասին, որը ուղղակիորեն կապված է յուրաքանչյուր կնոջ առողջության, կյանքի որակի եւ ապագայի հետ։ Խոսելու ենք կրծքագեղձի քաղցկեղի մասին։ Ցավոք այն շարունակում է մնալ կանանց շրջանում ամենահաճախ հանդիպող ուռուցքային հիվանդություններից մեկը։ Սակայն ժամանակակից բժշկությունը այսօր թույլ է տալիս փոխել այս վիճակագրությունը, եթե կանայք իրազեկված են եւ ամենակարևորը չեն վախենում ժամանակին դիմել բժշկի։ Որոնք են այն ախտանշանները, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի, ինչ տարիքից է պետք անցնել կանխարգելիչ հետազոտություններ եւ ինչպես են նորագույն տեխնոլոգիաներն ու օրգան պահպան վիրահատությունները փոխում բուժման արդյունավետությունը։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ այսօր կզրուցենք մեր հյուրի հետ։ Իսկ մեր հյուրն է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ու մանկական ուռուցքաբանության եւ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի, ինչպես նաեւ Մեդլայն բժշկական կենտրոնի ուռուցքաբան վիրաբույժ, մամոլոգ Մետաքսա Մկրտչյանը։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար եւ շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնելուն։ Եվ առաջին հարցս հետեւյալն է. ցավոք սրտի կրծքագեղձի քաղցկեղը ուռուցքային հիվանդությունների մեջ ամենահաճախ հանդիպողներից մեկն է։ Որքանով է կարևոր վաղ ողտրոշումը եւ որքանով այն կարող է ազդել բուժման արդյունավետության եւ արդյունքի վրա։ Շնորհակալ եմ ես նույնպես հրավերի համար։ Այո, նշեմ, որ կրծքագեղձի քաղցկեղը այսօր ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում հիվանդացությամբ համարվում է առաջատար քաղցկեղներից մեկը, եւ որի բուժելիությունը մեծ մասամբ կապված է լինում հիվանդության առաջատար փուլերից, այսինքն այն հիվանդությունները, այն քաղցկեղները, որոնք հայտնաբերվում են առաջին եւ երկրորդ փուլերում, բնականաբար բուժելիությունը եւ հետագային բուժման արդյունավետությունը շատ ավելի բարձր են։ Ինչու ոչ, վաղ փուլերից է կախված նաեւ հետագայում վիրահատական քիմիոթերապևտիկ եւ մնացած բուժման ծրագրի վերանայումից։ Այ որոնք են այն ախտանշանները, որոնց դեպքում կինը հստակ եւ շատ արագ պետք է դիմի բժշկին։ Կան մի քանի այսպես ասած ոսկե ստանդարտ, որոնք որ կարող են կանխորոշել, միանշանակ պարտադիր չի, որ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշեմ, բայց գուցե նախանշեմ, որ ապագայում գուցե զարգանա կրծքագեղձի քաղցկեղ հիմնված որևէ նախաքաղցկեղային հիվանդությունների վրա, դրանք են կրծքագեղձում գոյացությունների շոշափումը, կոշտուկների առկայությունը, արտադրությունը կրծքագեղձերից, ձևի, գույնի համաչափության փոփոխությունները, անոթային, այսինքն թևատակի ապշային հանգույցների մեծացումը, ոչ բնորոշ գունավորումը եւ մի քանի կրիտերիաներ, որոնք որ ակներև են ու ուշադիր լինելու ու անուշադրության չմատնելու դեպքում առաջին իսկ կլինիկական ախտանիշների դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը։ Այ տեսեք, շատ կանայք օրինակ ընդհանրապես չեն հետաքրքրվում, բայց շատ կանայք էլ հակառակ իրականում շատ հետաքրքրված են եւ անհանգիստ են մշտապես այն ռիսկով, որ իրենց հետ կարող է ինչ-որ մի բան լինել եւ իրենք ցանկանում են մշտապես կանխարգելիչ հետազոտություններ անցկացնել։ Այ որոնք են այն կանխարգելիչ հետազոտությունները եւ որ տարիքից, որոնք որ պետք է կինը պարբերաբար անցնի, որպեսզի լինի հանգիստ եւ հնարավորինս իրազեկված։ Այո, մինչև 20 տարեկան աղջիկներին խորհրդադրվում պարբերաբար ինքնազննում եւ արդեն գանգատների ակներով լինելու պարագայում նաեւ կլինիկական զննում անցնել մասնագետի կողմից 20-ից 40 ներկայումս արդեն ըստ ամերիկյան եւ միջազգային ուղղությունների նաեւ 43-ից, մի փոքր բարձրացվել է տարիքային շեմը, կատարվի ուլտրաձայնային հետազոտություն, այսինքն կրծքագեղձերի եւ ռեգիոնալ ապշային հանգույցների սոնոգրաֆիա եւ 43-ից մինչև 50-69 տարեկան կանայք մտնում են արդեն սկրինինգային հետազոտության մեջ եւ բարբերաբար ամենամյա մամոգրաֆիկ հետազոտություն։ Կան իհարկե որոշակի բայցեր, որոնց պարագայում մամոգրաֆիային լրացուցիչ հետազոտություն է լինում, նաեւ MRT հետազոտությունը, այն դեպքերում, երբ որ ժառանգական նախատրամադրվածություն է ունենում տվյալ կինը, BRCA 1-2 մուտացիա կամ ընտանեկան ծանրաբեռնվածություն կրծքագեղձի քաղցկեղի մի քանի քաղցկեղների առկայության պարագայում արդեն ցուցվում է կրծքագեղձերի MRT, 3D մամոգրաֆիա, կոնտրաստային մամոգրաֆիա եւ այլն եւ այլն։ Արդյոք կրծքագեղձում հայտնաբերված ցանկացած գոյություն կարող ենք ասել, որ քաղցկեղ է, եթե ոչ, ապա փորձենք տարանջատել բարորակ եւ չարորակ գոյացությունները եւ ինչով են դրանք հիմնականում իրարից տարբերվում։ Ցանկացած գանգատի պարագայում չի, որ կարող ենք ասել կրծքագեղձի քաղցկեղ է, բայց շատերի մոտ այնպիսի ասոցիացվել է, որ նրա հետ, որ եթե չի ցավում, նշանակում է քաղցկեղ չի, բայց դա միանշանակ չէ իհարկե, այնպես որ ցանկացած գոյության պարագայում, որ արդեն իսկ շոշափելի, արդեն իսկ պիտի ահազանգ լինի, բայց ամենամյա ստուգումների արդյունքում է միայն հնարավոր կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում
վերածում ախտորոշումը, քանի որ հիշեցնեմ, որ շոշափելի հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղը արդեն խորը բուժման ծրագիր պետք է կազմվի ու բնականաբար բուժման արդյունավետության տոկոսը սկսում է իջնել։ Այնինչ վաղ փուլերում հայտնաբերման պարագայում 90-ից 95% հավանականությամբ բուժման արդյունավետություն է ապահովում։ Բժշկուհի, մի փոքր խոսենք ռիսկի գործոնների մասին։ Այ որ գործոններն են բարձրացնում եւ ինչպես է հնարավոր հակառակը նվազեցնել ռիսկի գործոնները։ Ռիսկի գործոնների շարքում, ինչպես բոլորիս հայտնի է, գոյություն են, այսպես ասած, փոփոխելի ռիսկի գործոններ եւ ոչ փոփոխելի, այսինքն տարիքը, վաղ մենարխեն, այսինքն դաշտանադադարի սկիզբը, ուշ դաշտանադադարը, ժառանգական նախադրամադրվածությունը, ձվարանի կամ կրծքագեղձի քաղցկեղի առկայությունը ընտանիքում, նախկինում ճառագայթային բուժում ստացած պացիենտները, գիրությունը, քաշի ավելացումը դաշտանադադարից հետո, մի շարք ծանր հիվանդությունների առումով, օրինակ լիմֆոմաների կապակցությամբ ճառագայթային բուժում ստացած կանայք բոլորը գտնվում են ռիսկի խմբում ու պարտադիր նմանատիպ կանանց արդեն լրահետազոտությունը չենք սահմանափակվում միայն ուլտրաձայնով, այլ դիտե մամոգրաֆիա, կոնտրաստ կամ MRT հետազոտություն։ Այ վերջին տարիներին ինչ նորություններ ունենք, ինչ առաջընթաց կա կրծքագեղձի վիրաբուժության ոլորտում եւ ախտորոշման մասին է խոսքս, ինչպես նաեւ եւ բուժման։ Այո, ախտորոշումը ինչպես նշեցի, մամոգրաֆիկ ծառայությունը բավականին ընդլայնվել է եւ սովորական ռենտգեն մամոգրաֆիային երկար տարիների վեր տոմոսինտեզով մամոգրաֆիան է փոխարինելու եկել, արդեն ավելացել են 3D մամոգրաֆիան, կոնտրաստային եւ MRT կոնտրաստով եւ առանց կոնտրաստի MRT հետազոտությունները։ Իսկ ինչ մնում է բուժմանը, վիրահատական բուժման ծավալը եւս կախված է վաղ փուլի ախտորոշումից եւ հնարավոր է մի շարք օնկոպլաստիկ մասնահատումների դիմել, պլաստիկ վիրահատությունների դիմել միամոմենտ եւ հետաձգված պլաստիկ վիրահատություններին, որպեսզի կինը բացի բուժական էֆեկտ ապահովելիս նաեւ կյանքի որակի բարելավում ապահովենք։ Եվ շատ կարևոր հանգամանք, որ բազմիցս ի վեր տարիներ շարունակ անընդհատ լիմֆեդեմայի, այսինքն ձեռքի այտուցի խնդիրը այդպես էլ անլուծելի էր մնում կամ մասնակի լուծելի, այսօր պահակային ավշային հանգույցի բիոպսիա ասվածը արդեն կա ու երկու հիմնական նյութերի օգտագործում։ Դա ինդոցիանին կանաչ ներկանյութն է եւ ռադիոիզոտոպի օգտագործումով, այսինքն ավշային հանգույցները հեռացվում են մասնակիորեն, դրանով ապահովելով կնոջ վերադարձը իր բնականոն կյանքին, կյանքի որակի բարելավում է ապահովում եւ ձեռքի այտուց գրեթե չի լինում, կախված իհարկե միանշանակ տվյալ պացիենտի կարգապահության աստիճանից։ Այ որքան է որ կարևոր բուժարուի անհատականացված բուժումը եւ ինչքանով սա կարող է բարձրացնել բուժման արդյունավետությունը։ Շատ կարևոր է յուրաքանչյուր բուժարուին որպես առանձին կլինիկական դեպք մոտենալը, քանի որ ներկայումս կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման սկիզբը բիոպսիայով, երբ որ հաստատվում է հյուսվածաբանական հետազոտություն, սկսվում է մոլեկուլային գենոտիպավորում, գենային պրոֆիլավորում ու սկսվում է ենթատեսակների որոշում։ Յուրաքանչյուր ենթատեսակ ունի իր հստակ բուժման ծրագիրը, բուժման մարտավարությունը եւ շատ ճիշտ է, երբ որ տվյալ բուժման մարտավարությունը կայանում ոչ թե մեկ բժշկի եզրակացության հիման վրա, այլ մուլտիդիսցիպլինար թիմի, այսինքն բժիշկների սվերայում շատ տարածում tumor board ասած, այսինքն ուռուցքաբանական համաժողով, որ ժամանակ մասնակցում են քիմիոթերապևտներ, ճառագայթային մասնագետներ, վիրաբույժներ, մորֆոլոգներ ու տվյալ պացիենտից տեղակ լինի ամբողջ թիմը, ոչ թե մեկ առանձին բժիշկ։ Այդ դեպքում բուժման արդյունավետությունը միանշանակ շատ ավելի բարձր կլինի։ Խոսենք մի փոքր նաև վախերի մասին, շատ կանայք իրականում բնականաբար վախենում են վիրահատությունից։ Բայց մի փոքր նաև խոսենք այն օրգան պահպան կամ չուչա նաև քիչ ինվազիվ մոտեցումների մասին, որոնք այժմ բավական լայն տարածում են գտել։ Այո, ինչևէ ուզում եմ նշել, որ մի փոքր դեռևս դուրս չի եկել այն կարծիքը, որ ինչքան արմատական, այնքան ավելի առողջ, այդ եզրույթը մի փոքր պետք է աշխատենք հանել, մեր հայ կանանց եւ ինչու ընդհանրապես կանանց միջից, որովհետեւ արմատականություն դեռևս չի նշանակում ամբողջական բուժելիություն, հնարավոր է մասնակի պահպանումով հասնել եւ լիարժեք վերականգնման եւ լիարժեք բուժման։ Այսօր բավականին մեծ թափ են ստացել օնկոպլաստիկ մասնահատումները, միամոմենտ պլաստիկ վիրահատությունները, որոնք համատեղվում են պլաստիկ վիրաբույժների հետ միասին, եւ դա շատ ավելի արագ է վերականգնումը տեղի ունենում պացիենտի ու պացիենտը հնարավորություն է ունենում վերադառնալ բնականոն կյանքին։
Մի փոքր խոսենք նաև ձեր կենտրոնի մասին, որտեղ դուք աշխատում եք, ինչ տեխնոլոգիաներ եւ հնարավորություններ են այսօր հասանելի կրծքագեղձի հիվանդությունների բուժման եւ ախտորոշման համար, մասնավորապես քաղցկեղի։ Ներկայումս բաժանմունքը հաշվի առնելով, որ կրծքագեղձի վերականգնողական վիրահատություններով նույնպես զբաղվում է, այսինքն փորձում ենք կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման պարագայում սկսել օնկոպլաստիկ մասնահատումներով առաջարկել դա պլաստիկ վիրահատություններ, այսինքն փափուկ սեփական հյուսվածքների եւ ինչու ոչ արհեստական կրծքագեղձերի իմպլանտների օգտագործումով։ Դա իհարկե համատեղ աշխատանքի արդյունք է եւ պահանջում է եւս մի քանի մասնագետի ներառում ամբողջական process-ը լիարժեք դարձնելու համար։ Դերևս վախ կա պահակային ավշային հանգույցի բիոպսիան, երբ որ պացիենտին առաջարկվում է, վախ է լինում շատ անգամ դեղորայքի, հա, լսում են, որ ռադիոիզոտոպ է, ասում են, առագայթում ենք մենք բոլորին, իրականում քանակը եւ լուծելիությունը տվյալ դեղանյութի օրգանիզմում այնքան մինիմալ է, որ ներարկումից 3 ժամ անց արդեն ռադիոիզոտոպը օրգանիզմում չի գտնվում, բայց նա բավականին շատ արդյունավետ կերպով օգնում է, որպեսզի կնոջ ավշային հանգույցները բոլորը չհեռացվի։ Հակառակ պարագայում, եթե ինչ պատճառներով հրաժարվում է, մենք ստիպված ենք ամբողջական հեռացում ապահովել բուժման արդյունավետությանը հասնելու պարագայում։ Բայց եթե համեմատական անցկացնենք, կարծում եմ ներկայումս վերջին 10 տարիների ընթացքում ահագին տենդենսը աճել է, որ ավելի շատ բիոպսիաների մեթոդով են ուղղորդվում, քան արմատականության։ Իրականում այս հարցը կարծում եմ ոչ միայն ձեր պրոֆիլում, այլ մնացած բոլոր պրոֆիլներում նույնպես շատ կարևոր է, բայց ինչպես է գնահատում այն փաստը, որ բուժառուն բուժվում է եւ օգնություն է ստանում բազմապրոֆիլ մասնագետների թիմի կողմից մեկ կենտրոն։ Որքանով է սա բարձրացնում արդյունավետությունը ձեր իսկ աշխատանքի եւ արդյունավետությունը բուժման Միանշանակ առաջինի ժամանակի խնայում, որտեղ երբ որ պացիենտը գտնվում է մեկ կենտրոնում, կազմակերպվում է բավականին արագ, այսինքն համաժողով իրականացում, ռուսկաբանական համաժողովից հետո մասնագետների հերթականությամբ խորհրդատվություններ ու արդյունքում լրիվ բուժման մարտավարության ծրագրի կազմում, որպեսզի առաջինը պացիենտը ժամանակ չկորցնի եւ ինչու ոչ անընդհատ կապի մեջ լինի իր բոլոր մասնագետների հետ, ընդհանուր վիրաբուժի, քանի որ անընդհատ բուժման ընթացքում մեր դեպքում շատ լինում է, երբ որ քիմիոթերապիաների ընթացքում անընդհատ պացիենտը հսկվում է վիրաբուժական տեսանկյունից ու բնականաբար պացիենտը քիմիոթերապիայի ծանր կուրսերի ընթացքում իրեն կարծում եմ ավելի հարմար կլինի, որ վիրաբուժն իրեն ավելի մոտիկ է, ավելի հասանելի է եւ ավելի արդյունավետ է լինում համագործակցությունը։ Եվ վերջում ինչ խորհուրդ տաք այն բուժառուներին, այն կանանց, աղջիկներին, ովքեր ժամանակին իրենց պարբերաբար այս հետազոտությունները կանխարգելիչ չեն անցնում, ինչ պատճառներ զբաղվածության, վախ, որոշակի ախտորոշում լսելու, այս ամենը կարծում եմ մեր առօրյայում շատ հաճախ ենք հանդիպում, այդ պատճառով խնդրեմ, որպեսզի ձեր խորհրդով եւ կոչով հանդես գաք։ Ուզում եմ ասել, որ վախը բնական զգացում է, բայց այն չպետք է դառնա անհարմարավետության զգացում ու անուշադրության պատճառ, որպեսզի առողջության նկատմամբ անուշադիր լինենք, որտեղ կարծում եմ, որ ցանկացած կին իր նկատմամբ ուշադիր լինելով ապահովում է ոչ միայն իր, այլև իր ընտանիքի, հարազատների եւ երեխաների բարեկեցությունը։ Անչափ շնորհակալություն շատ կարևոր թեմայի շուրջ, շատ կարևոր ինֆորմացիա փոխանցելու համար։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ լսեցինք մեր մասնագետի կողմից, որ վախ եւ զբաղվածությունը ոչ մի կերպ չեն կարող փոխարինել մեր առողջությանը։ Վաղ ախտորոշումը այսօր հավասար է կյանքի փրկության, իսկ ժամանակակից բժշկության հնարավորությունները թույլ են տալիս հաղթահարել այս հիվանդությունը պահպանելով կյանքի բարձր որակը։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Ֆանրջյանի անվան ռուսկաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ու մանկական ռուսկաբանության եւ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի, ինչպես նաեւ Մեդլայն բժշկական կենտրոնի ռուսկաբան վիրաբույժ մամոլոգ Մետաքսիա Մկրտչյանը։ Իսկ մենք շարունակում ենք հաղորդումը, մնացեք մեզ հետ։